Երկրի վրա քայլող քաջարիուցները և երկնքում սավառնող հերոսարծիվները։ Հեղինակ Մատտինա Մարինե Մանուկյան։ Նոդարիկ Արտաշիմ Մարգարյան։ Ապրիլյան պատերազմի անմահ հերոս։ Ծնվել է 1963 թվականի հունվարի 3-ին Լոռու մարզի Գուգարք գյուղում։ Երկու եղբայր էին, մեծն ինքն էր։ Սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում, փոքր տարիքում զբաղվել է սպորտով, կարատեով։ 1981 թվականից 1984 թվականներին ծառայել է խորհրդային բանակում Լենինգրադում։ Ծառայության ընթացքում մասնակցել է վազքի մրցույթի և զբաղեցրել առաջին պատվավոր հորիզոնականը, իսկ զորացրվելուց հետո կազմել է ընտանիք Անահիտի հետ և ունեցել 3 զավակ՝ 2 տղա, 1 աղջիկ։ 1992-ից 1993 թվականների Արցախյան ազատամարտին եղել է կամավորական, իսկ հրադադարից հետո մնացել է Մատաղիսի էն զորամասում որպես պայմանագրային զինծառայող, եղել է նավի, այսինքն նյութապահովման վաշտի առբերման դասակի վարորդը։ Հայրենիքի նվիրյալն է եղել շուրջ 23 տարի։ Կինը՝ Անահիտը, մահանալով վաղաժամ 2004 թվականին երեխաներին թողել է զինվորական ամուսնու խնամքին, ու նա իր զավակների համար և հայր էր, և մայր, բայց նրանց մեծացնելու համար խեղճն ինչ պիտի աներ, որ չաշխատեր, ու շատ մտերիմ է եղել իր 3 զավակների հետ էլ, ոչ միայն որպես ծնող, այլ նաև որպես նրանց ընկեր։ Նրանց օգնել է իր մայրը՝ տիկին Ելենան։ Մեր հերոսը մի քանի ամիս անցկացնելով երեխաների կողքին, նրանց թողել է մոր խնամքին ու ինքը կրկին անցել է իր աշխատանքին՝ պայմանագրային զինծառայության։ Միշտ շատ ուշադիր էր վերջիններիս հանդեպ, պարբերաբար գնում-գալիս էր Արցախից Գուգարք, Գուգարքից Արցախ։ Այս ճանապարհը նրան լավ էր ճանաչում, ամեն քար ու թուփ, ծառ ու ավազ, ծաղիկ ու հողաթումբ պայմանագրային զինծառայող նոդարիկին անգիր էին արել։ Ապրիլյան պատերազմի օրերին տուն է զանգել հենց ապրիլի 1-ին տանեցիների հետ երկար խոսել։ Այդ տարի ապրիլի 21-ին աղջկա Լուսինեի 30-ամյակն էր լրանալու, ու քանի որ որպես զինվորական աղջկա ծննդյան օրերին նա գրեթե ոչ մի անգամ տանը չէր եղել, որոշել էր այդ տարի գալ ու շուքով տոնել աղջկա հոբելյանական տարելիցը։ Որոշել էր։ Լավ է ասված, բայց մինչև 21-ը դեռ 20 օր կար։ Ամսի 1-ին տանեցիների հետ երկար խոսելուց հետո ամսի 2-ին էլ զանգել է փոքր տղային՝ Նարեկին ու ասել. «Նարեկ ջան, այստեղ պատերազմ է, մեքենա վերցրու, արի իմ ամբողջ իրերը տար տուն, այստեղ ոչ մի բան մի թող»։ Եվ շատ արագ անջատել է, որ չեն հասցրել որևէ բան հարցնել։ Երևի զգացել է, որ իր հետ վատ բան է լինելու։ Մեր հերոսը զոհվել է ապրիլի 2-ին հակառակորդի արձակած ականի պայթյունից, որ պայթել է սնունդով բարձված մեքենայի հենց կողքին, որի վարորդն ինքն էր, ու կապիտան Հովսեփ Կիրակոսյանի հետ սնունդ էր տանում, որ հասցնի սահմանը պահող մեր զինվորներին։ Նրանք, վտանգն ունենալով աչքի առաջ, չէին կարող հանգիստ մնալ իրենց տեղում, երբ սահմանին կյանքի ու մահու կռիվ էին մղում մեր առյուծասիրտ քաջերը։ Սակայն ցավոք կատարվեց անդառնալին։ Նրանք ևս շատ քաջերի հետ բռնեցին հավերժի ճամփան,
Սկզբում վիրավորվել է կապիտան Կիրակոսյանը։ Զինվորները նրան տարել են անվտանգ վայր, բայց նա մահացել է։ Ու մինչև հետ են եկել, մեր հերոսն էլ է զոհված եղել։ Փառք քո և կապիտան Կիրակոսյանի հիշատակին խոնարհումս երկուսիդ էլ, հերոս ջան, որ զինվորներին քաղցած չթողնելու համար անգամ ձեր սեփական կյանքը ձեր աչքին չերևաց։ Մինչև զոհվելը կապիտան Կիրակոսյանը հասցրել էր զորամասից դուրս բերել 25 զինծառայողի։ Մեր հերոսի մայրը, հերոսացին տիկին Ելենան, որ վաղուց ի վեր ապրում է իր ծերունական տարիք, որդու վշտից ավելի է ծերացել ու տարիների ցավից գալարվող սիրտն ավելի է կուչ եկել կրծքի տակ, լաց է լինում, որ որդին է խլել իր գերեզմանը։ Աստված իմ, ով էր տեսել նման բան։ Միթե հնարավոր է, որ զավակը խլի ծնողի գերեզմանը։ Լաց լինելով անվերջ, խոսում ու պատմում է որդու մասին, բայց այնքան է ծերացել խեղճկինը, որ անգամ արցունքն է ցամաքել։ Տիկին Ելենան, ում ավելի ճիշտ կլինի ասել Ելենա տատ, քանի որ արդեն տարեցկին է, լացով հիշում է. ապրիլի 2-ին հարևանի տանն էի, երբ լսեցի, որ մատաղիսում ռմբակոծություն է։ Շուտ տուն եկա։ Թորնուհուս Լուսինեին խնդրեցի հորը զանգել, սակայն պատասխանող չեղավ։ Սիրտս ինչ-որ բան էր գուշակում։ Մարմինս դողում էր։ Մեկ էլ մյուս թոռս Նարեկն եկավ քաղաքից, տեսա լցված է, ասի ինչ է եղել։ Նա թե ոչ մի բան։ Մի բան զգացի, ասացի Նարեկ, ինչ է եղել, ասա թե չէ փետը գլխովդ կտամ, ինչ է եղել, խոսիր, ասաց պապան, ու էլ շարունակել չկարողացավ։ Դեպքը 9:30-ից 10-ին էր եղել։ Մենք 17:30-ի կողմերն ենք իմացել։ Խեղճկինը, որդու զոհվելուց հետո իր տարեց հասակին ուժ գտնելով իր մեջ հասել է Արցախ, եղել է այն տանը, որտեղ ապրել է որդին, ու հիմա խոսում է հեծկլ տալով, ցավ է ապրում իր տեսածի համար, որ երբեք չի խամրում իր հուշերից։ Ամեն օր աչքից առաջ այդ պատկերն է, սեղանին կիսատ թողած ճաշն ու մի կտոր հացը։ Ենթադրում եմ, որ զանգել են կանչել, ու նա արագ դուրս է եկել տնից, ամեն բան այդպես կիսատ թողնելով։ Մեր քաջը հետմահու պարգևատրվել է Արցախի մարտական ծառայություն մեդալով։ Փառք հիշատակիդ, հերոս ջան, որ սեփական կյանքդ չխնայեցիր շատ կյանքերի համար։ Խոնարհվում եմ քո աննկուն ոգու առաջ։